Նոր ծնունդը տալիս է մեզ նոր, հոգևոր եւ աստվածային բնություն, եւ միայն այդ նոր բնությամբ մենք կարող ենք հասկանալ այն, ինչը Աստծուց է, եւ դրա մեջ ուրախություն ու մխիթարություն գտնել։ Մեզ պետք է վերստին ծնունդ ստանալ, որովհետեւ առանց նոր ծնունդի ոչ ոք չի կարող տեսնել Աստծո արքայությունը եւ մտնել այնտեղ։ Կարդացեք Հովհաննես 3-րդ գլուխ 3-ից 5-րդ խոսքերը։ Ինչ է նշանակում Աստծո արքայություն։ Այդ հասկացությունը նկարագրվում է որպես հոգևոր վերապրում։ Մենք կարդում ենք. որովհետև Աստծո արքայությունը ուտելիք եւ խմելիք չէ, այլ արդարություն եւ խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով։ Հռոմեացիներ 14 գլուխ 17 խոսք հարկ է նշել երկու արքայությունների մասին։ Մեկը մարդկանց արքայությունն է, մյուսը Աստծո արքայությունը։ Մեկը կրում է մարմին անվանումը, մյուսը հոգի։ Ֆիզիկապես ծնվելով մենք բոլորս մուտք ենք գործում մարդկանց արքայություն։ Ֆիզիկական բնությունը մեզ դարձնում է ֆիզիկական արքայության մի մասը, ուր անց ենք կացնում մեր կյանքը։ Սակայն ինչպես կարող ենք Աստծո արքայությունը տեսնել եւ այնտեղ մտնել։ Այս հարցի պատասխանը չափազանց պարզ է։ Մեզ հարկավոր է հոգևոր ծնունդ ունենալ, որը մեզ կտանի այդ նոր արքայություն։ Նոր ծնունդի շնորհիվ մենք ստանում ենք հոգևոր բնություն։ Այդ նոր բնությունը Աստծո արքայության հոգևոր իրականությունը գնահատելու եւ վայելելու ունակություն է տալիս մեզ։ Թերևս նկատել եք, որ Աստվածաշնչում հոգևոր վերածնունդը նույնն է, ինչ վերստին ծնունդը։ Ֆիզիկական մարմնավոր ծնունդը մարդուց է, երկրից, իսկ հոգևոր ծնունդը տրվում է Աստծուց, երկնքից։ Այժմ կարդացեք Հռոմեացիների 8-րդ գլուխ 9-րդ խոսքը։ Աստված տեսնում է, որ վերածնված մարդիկ ապրում են այլևս ոչ թե մարմնով, այլ հոգով։ Ինչպես տեղափոխվեցին նրանք մի արքայությունից մյուսը։ Դա Աստծո հոգին կատարեց, երբ նրանք Քրիստոսին որպես իրենց փրկիչ ընդունեցին։